Ողջույն։ Այսօր 12-րդ դասարանի պատմության ընտրության խմբի սովորողները ձեզ կներկայացնեն Մխիթարյան հայրերից ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկին՝ Ղուկաս Ինճիճյանին։ Ղուկաս Ինճիճյանը, հայ մտքի և գիտության մեծավաստակ երախտավորը, ծնվել է Կոստանդնուպոլսում 1758 թվականի մարտի 21-ին։ Նրա մեծ հայրը ադրբեջանապոլսեցի Ինճիճի Հաջի Միքայելն էր, իսկ հայրը Ինճիճի Պողոս Միքայելյանը։ Մայրը՝ տիրուհին, պատմաբան Միքայել Չամչյանի քույրն էր։ 1770 թվականին, երբ Ղուկասն ընդամենը 12 տարեկան էր, հայրը նրան ուղարկում է Վենետիկի Մխիթարյան միաբանություն, որտեղ արդեն գտնվում են իր երկու մորեղբայրները՝ Հակոբ և Միքայել Չամչյանները։ Այնտեղ նա աշակերտում է միաբանության աբբահայր Ստեփանոս Ագոնց Կուվերին, մի միջավայր, որը չէր կարող չանդրադառնալ Ինճիճյանի անձի ձևավորման վրա, գերհարգելիների մի սերունդ՝ Հովհաննես Զոհրաբ, Սուքիաս Սոմալյան, Մինաս Բժշկյան, Մանուել Ջախջախյան և ուրիշներ, որոնց հետ համագործակցել է Ղուկաս Ինճիճյանը։ Մինչև 1786 թվականը այդքան շատ տեղեկություններ չկան Ինճիճյանի գործունեության վերաբերյալ, հավանաբար այս ընթացքում նա մտորում էր իր անելիքների, իր գործունեության ոլորտների մասին։ 1786 թվականի վերջերին վերադառնում է Կոնստանդնուպոլիս, որտեղ մնում է 4 տարի, զբաղվելով ուսուցչությամբ։ 1790 թվականին կրկին վերադառնում է Վենետիկ։ 1791 թվականին հրատարակում է իր գիտական երախայրիքը «Տեսություն, համառոտ աշխարհագրության» աշխատությունը։ Աշխատությունը գրված է աշխարհաբարով, հրատարակվել է Սուրբ Խազարում 1791 թվականի դեկտեմբերի 20-ին և գրքի շապիկի վրա դրոշմված է հրամանավ մեծորած։ Այն Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի երկրների աշխարհագրության համառոտ պատմություն է։ Ինճիճյանը բացատրում է, թե ինչու է իր աշխարհագրությունը համառոտ գրելով, որ ինչպես անփորձ մեկը չի կարող միանգամից երկար ճամփորդություն կատարել, այնպես էլ չի կարող իսկույն աշխարհագրության մեծածավալ գիրք կարդալ, ուստի նպատակահարմար չի գտնել ծանրաբեռնել իր աշխարհագրությունը։ Ինճիճյանն իր աշխատության մեջ հպարտություն է ապրում, որ Հայաստանն ունի առավելություն մյուս երկրների նկատմամբ, քանի որ դրախտը այստեղ է եղել։ Նոյ Նահապետի տապանը Արարատ լեռան վրա է իջել, և առաջին քրիստոնյա թագավորն իր ազգի Աբգար թագավորն է եղել։ Համառոտ լինելով հանդերձ, այս գործը չափազանց հետաքրքիր է ու կարևոր։ Ինճիճյանը 1786 թվականին վերադարձել էր Կոստանդնուպոլիս, որտեղ մնացել էր 4 տարի։ Վերադառնալով Վենետիկ, նա իր հետ տանում է իր մեծ սերը Պոլսի հանդեպ։ Հենց այդ սերն էր, որի գումարվեցին նրա աշխարհագրական անուրանալի հմտությունները և ծնվեց Ամարանոց բյուզանդյան աշխատությունը։ Այս գործը տպագրվել է 1794 թվականին, երբ Ինճիճյանն արդեն 36 տարեկան էր։ Մեծ վաստակ ունի 1810 թվականին հիմնադրված Արշարունյաց միությունում, որի նպատակն էր հայերի շրջանում տարածել նոր հայերենով հրատարակված գրքերը։ 1815 թվականին բռնկված հրդեհից նրա ամբողջ գրադարանը մոխրի է վերածվում։ Այրվում են նաև Օսմանյան պետության աշխարհագրության երկրորդ և երրորդ հատորները։ 1819 թվականին Տյուզյան ընտանիքի գլխին եկած փորձանքի ժամանակ նրանց հետ ծանոթ լինելու վախից փախչում է Օդեսա։ Դրությունը կարգավորվելուց հետո 1820 թվականին կրկին վերադառնում է Կոստանդնուպոլիս։ Այդ ընթացքում Տյուզյան ընտանիքի հովանավորության տակ գտնվող Արշարունյաց միությունը կազմալուծվում է։ Այդ պատճառով ավարտվեց նաև միության կողմից ֆինանսավորվող եղանյակ բյուզանդյան կոչված տարեգրքի հրատարակությունը։ 1828 թվականի սկզբներին Կոստանդնուպոլսի կաթոլիկ հայերն Անկարայից աքսորվեցին։ Ինճիճյանի Կոստանդնուպոլսում մնալը վտանգավոր համարելով նույն տարվա մայիսին վերադարձավ Վենետիկ։ Այստեղ 1 տարի առաջ մահացած Գաբրիել Ավետիքյանի փոխարեն ընտրվում է միաբանության փոխարաջնորդ և պաշտոնավարելու ժամանակ էլ վախճանվում։ 1794 թվականին հրատարակել է Ամարանոց բյուզանդյան գիրքը, 1799-ից 1802 թվականներին տարեգրությունը, որը ազդարարից հետո երկրորդ պարբերականն էր հայ իրականությունում և առաջինը աշխարհաբար լեզվով։ 1803-ից 1820 թվականներին տարեգրությունների փոխարեն հրատարակել է եղանակ բյուզանդյան բազմավեկ աշխարհաբար տարեգիրը, ավելի ճոխ բազմազան բովանդակությամբ և ավելի մեծ ծավալով, գեղեցիկ նկարազարդումներով։
1824 թվականից լույս է ընծայել տարապատումների շարքը տարեկան 1 կամ 2 հատոր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 1 դարի քաղաքական, մշակութային իրադարձությունների պատմություն։ Հրատարակել է պատմաբանասիրական, աշխարհագրական մի քանի հետազոտություններ, որոնք պարունակում են հարուստ նյութ հին Հայաստանի պատմության, աշխարհագրության, տեղագրության և հնությունների մասին։ Անոնց կարևորագույններն են աշխարհագրություն 4-ից մասցած աշխարհի, բազմահատորյակի առաջին մասին առաջին հատոր, երկրորդ մասին 5-րդ և 6-րդ հատորները, ստորագրություն հին Հայաստանյայից 1822 թվականի հրապարակավ, ուր մանրամասնորեն ներկայացված են պատմական Հայաստանի 16 նահանգները, տրված է անոնց տեղագրական և աշխարհագրական նկարագիրը։ Հնախոսություն աշխարհագրական Հայաստանյայից աշխարհի 3 ստվար հատորներ տպված Վենետիկում 1835 թվականին։ Հայր Իջիջյան հրատարակած են նաև քանի մասնահատուկ աշխատություններ, որոնք իբրև դասագիրք օգտագործած են ատենին, ինչպես պատմություն կենդանացի 4 կարգս բաժանել ի ցամաքային, իջրային, հերկանցաղ և հոդային, Վենետիկ 1801 թվական։ Վերջապես, բայց ոչ վերջինը, հատուկ հիշատակության արժանի է հայր Ղուկաս Իջիջյանի աշխատասիրությունը ազգասիրության մասին։ Զոր հայ մտքի և գիտության մեծ արժեք այս Մխիթարյանը գրած էր 1812-ին Աշխարհունյաց միության խնդրանքով, ներկայացնելու համար իր համոզումներին ու տեսակետները ի պաշտպանություն հայոց ազգին, հոգեմտավոր գանձարանին։ Արդ այս աշխարհ կոչեցավ Հայաստան, հանուն Հայկա առաջին նահապետին մերո, զորմե տեսածս իստորագրության, հին Հայաստանյաց, այս անուն հասարակ և սովորական, հազգի մերում անծանոթ է բնավ առոտարազգս, ի սկզբանե անտի, այլ նոքա հանուն արամա, որ 7-րդ է ի Հայկա, կոչեն զսա Հայաստանյաց, տաճիկ կոչեն Էրմենիստան, իդեալացիկ և այլ եթոպիացիկ, ըստ մեծ մասին Արմենիա։ Այսպիսով, բանասեր և հայագետ, պատմաբան և աշխարհագրագետ, աստղաբաշխության վարպետ և հասարակական գիտություններու հմուտ տեսաբան, բազմավաստակ խմբագիր ու մեծարժեք գիտուն հայր Ղուկաս Իջիջյանը անվիճելիորեն կհանդիսանա գլխավոր ռահվիրաներեն մեկը 19-րդ դարի հայոց ազգային զարթոնքին։ Հայր Ղուկաս Իջիջյանը ոչ միայն արևելքի խավարամտության տակ հյուծվող հայության առջև լայնորեն բացավ եվրոպական մտքին և զորության, գիտության լուսամուտները, այլև հայ ժողովրդի ազգային հոգեմտավոր արժեքներ ուսուցանողը, տարածիչն ու վերանորոգողը եղավ։ Հատկապես իբրև գիտուն մտավորականի և անխոնջ հրապարագրի եզակի համադրումի մհայր Ղուկաս Իջիջյանը ամբողջ կեսդար հոգեմտավոր սնունդ հասցուց մեր ժողովրդի զավակներուն։ Ունենք։ Նա դավոյս վատան